Բարև։ Այսօր միասին կսովորենք, թե ինչպես է պատահում, որ համայնքային պաշտոնյաները 1-2 տարվա ընթացքում վերածվում են դրամային միլիոնատերերի։ Այո, համայնքապետերն ու ավականու անդամները նույնպես կարող են հարստանալ, այն էլ ինչ ձևով, պաշտոնապես նվիրատվություններով։ Միայն 2023 թվականին Հայաստանում 20 պաշտոնյա ստացել է 31 նվիրատվություն, որոնց ընդհանուր գումարը կազմել է 596 միլիոն դրամ կամ ընդամենը 1.5 միլիոն դոլար։ Նվիրատվություններն արվել են ծնողների, քույր եղբայրների, բարեկամների, ընկերների եւ նույնիսկ մեկ ամերիկյան կազմակերպության կողմից։ Ընդհանուր 30 նվիրատու։ Ինֆոկոմին հաջողվել է նույնականացնել այդ 30 նվիրատուներից 18-ին։ Իսկ որոնք են մյուս անհայտ նվիրատուները եւ ինչ կապ ունեն պաշտոնյաների հետ, գիտի միայն Աստված, մեկ էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ես ամեն ինչ գիտեմ։ Հիմա կարող եք մտածել, թե ինչ վատ բան կա, եթե մարդը իր ծնողից կամ ընկերոջից գումար է նվեր ստանում։ Բայց երբեմն այդ գումարների միջոցով թաքցվում է մեկ այլ, շատ կոնկրետ նպատակ։ Այդ գումարները միշտ չէ, որ գալիս են սիրով եւ հոգատարությամբ։ Դրանք տեսականորեն կարող են լինել երրորդ կողմի փոխհատուցում, պաշտոնյայի այս կամ այն որոշման կամ դրա բացակայության համար։ Հակակոռուպցիոն փորձագետների պնդմամբ հենց այդ ժամանակ էլ առաջ են գալիս միջնորդ հարազատները, որպեսզի պաշտոնյան անձամբ այդ գումարը չստանա եւ հետագայում լրագրողների եւ իրավապահների անհարմար հարցերին չպատասխանի, նվերը փոխանցում են օրինակ տատիկները եւ պապիկները, հորաքույրները եւ մորաքույրները, քեռիները եւ նրանց կանայք, Ղևոնդը եւ Գայանեն, Օֆելիա տատիկը, Խաչիկ պապիկը, մեծ տատիկները, Էմման եւ Թամարան եւ ընտանիքի մյուս անդամները։ Եվ այժմ Լեյլա Սարիբեկյան։ Այսպիսով պաշտոնյան ստանում է պարգև, բայց ընտանեկան ձևակերպմամբ։ Առաջարկում եմ կարդալ մեր հոդվածի ինֆոկոմում, որպեսզի անուն առանուն ծանոթանաք, թե ովքեր են մեծ նվիրատվություն ստացած համայնքային պաշտոնյաները։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումներ, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։ Իսկ ես հաջորդ անգամ գուցե պատմեմ ինչպես գտնել բարեկամներ ապագայում խոշոր նվիրատվություններ ստանալու հույսով։